Ուշադիր։ Ավտոմատ, ավտոմատա։ Մենք իրենց սպասում ենք կեսկետում։ Ուշադիր։ Ավտոյովեկան ավտոյից իջան, եկալում եք փողերը ու նույն ճանապարհով հետ են գնում։ Լսեցիք, ճանապարհից շեղվեցինք, քաշված ենք։ Բավական կրակ է։ Ինչ կասես, պապ։ Լավ, բալս։ Կարևորը քեզ դուրն է։ Մի տարբերակ էլ կա։ Հիմա ցույց կտամ։ Հանգստացի աղջիկս, վերջ, ամեն ինչ վերջացել է, մի մտացի, ամեն ինչ տորա։ Ինչ ա պատել, քո մոտ ամեն ինչ նորմալ է։ Գայանե ինչ տապ տարտում, կողքը կլինես, մենակ չթողես, գնացիք։ Գայանե ոնց է։ Քո վրա էլ ա կրակել։ Ախին ամաղացել։ Որդիներ օրը ցերեկով։ Ռոբ։ Ոնց այն կասետերը։ Կապանցող ունացված կլուժ բան չի։
Դու մտի բանկ, որց ինչ-որ բան պարզես, չեմ կարծում որ առանց ներսի մարդի սրանք ես գործը կանեին։ Հասկացա։ Մաքս, Արմեն, տեսախցիկներով դրանց մեքենային հետևին, ինձ տեղյակ պահի, բաց չթողես, սպեցի տղերքին վերցրու իմ հետևից։ Լավ։ Պետրոսյան, պետք է Պակելավանից դուրս եկող բոլոր ավտոճանապարհները։ Միկրոավտոբուսը ոչ մի կերպ չպետք է դուրս գա տարածքից։ Արդեն փակում ենք։ Ասա Արմեն լսում եմ։ Շեֆ մեքենան հենց նոր գլխավոր ճանապարհից աջ թեքվեց ու մտավ Քուչակ թաղամաս։ Բայց հիմա էլ ոչնչով օգնել չեմ կարող, տարածքում տեսախցիկներ չկան։ Դրա կարիք չկա։ Հիմա նա ամեն կերպ կփորձի ազատվի մեքենայից։ Շրջապատեք տարածքը։ Չկրակեք երեխա կապը։ Չկրակեք։ Առանց հրամանի չկրակեք։ Կարծում եմ դու էլ պատրաստ ես այդ գրոզի տակ մտնես։ Ես կոծնելու բան չունեմ։ Բոլորս էլ կորցնելու ինչ-որ բան ունենք։ Ուրեմն այս երեխու արունը կմնա քո վրա։ Դու դա չես անի։ Ասեմ ինչի։ Հեն որ կրակեցիր ինքասադրի վրա։ Բարդ որոշում էր, չէ՞։ Դժվար առաջին անգամ մարդու վրա կրակելը։ Այդ ծկությունս ես փորձում կամանդիր։ Արի փորձենք։ Անոնդ ինչ է։ Դժվար հարց ես տալիս։ Ասեք կամո։ Ասենք կամո։ Հա։ Գլուխդ հանկարծ շահանես։ Սնայպերը տեղով կթողի։ Արի դու երեխուն բաց թող։ Ես մտնեմ մոտդ առանց զենքի։ Ինձ պատան վերցրու։ Քո անունն ի՞նչ է։ Արնո Ղազարյան։
Լսի, Արնո, թող երեխու հետ դուրս գամ ստեղից։ Երեխու գլխից մաշի պակաս։ Էշություններ չանեք, այդ սնայպերիտ էլ հետ կանչի։ Լսի կամո, երկու ընկերները չկան, իսկ դուր դեր ողջ ես։ Ես մի զրկի հետ հնարավորություն ողջ մնալու։ Ինչ կասես։ Չէ, ինձ այդ միտքը դուր չի գալի։ Ինձ ավելի շատ գիտես, որ միտքա դուր գալի։ Լիքը բակով բենզին, ու դու թողում ես երեխոից տես դուս եմ գալի։ Ու խոսք եմ տալի ոչ ոք չի տուժի։ Լսի կամո, ձուկ բռնել սիրում ես։ Ինչ։ Ասում եմ ձուկ բռնել սիրում ես։ Չէ։ Ես հայտարար դու սազան չես, հացի վրա ես խփում։ Կամո Բարսելյան, երկու դատվածություն, ավազակային արձակում, սպանության փորձ, ազատվել ես 6 ամիս առաջ։ Ոնց հասկացա, քեզ հակացուցված ազատության մեջ մնալ։ Չես ափսոսում ընկերներիդ համար։ Իրանք գիտեն ինչ են գնում։ Այդ ինկասացիայի մեքենան գորուկտերում գաղափարում մոտ առաջացել։ Չեմ ինչ։ Հաստատ կամոտ չէ։ Դու դրա համար այդքան խելք չունես։ Քո այդ մենթական պոնտերի մոտ չի անցնի։ Մենթական։ Դու ողջ ես մենակ նրա համար, որ մեր բաժնի պետը թույլ չտվեց, որ ճակատիդ մի հատ այսպես ֆորտը չկաբացեն։ Կես թողն սաղին կխփես, չէ։ Սաղի չէ, բայց որ մոր ձեռքից երեխուն վերցրելու փախար, այդ ժամանակ գերագույն հաճույքով կսատկացնեի։ Սենզանից ինչ եք ուզում։ Ես ես տուֆտախոսակցության հավասի չունեմ։ Դատում եք, դատեք։ Բանկից ով է օգնել կողոպուտը կազմակերպելու գործում։ Ոչ ոք։ Ուրեմն կդատվես թե որպես կազմակերպիչ, թե որպես սպանության հեղինակ։ Խոսենյակում նայեք շեֆ։ Մի քիչ հետո բակից գալու եմ, ես փողերը հաշվեմ, հաստատավորը տանում։ Բայց ինչի՞ց ես սենյակում չեք տանում։ Վախենում եք չդիմանաք այդ հակամությանը։ Ճիշտ ասած կարծես գաղափար։ Իսկ մենք փողերը վերցնեինք, ու մի անգամ ծովանավոք է։ Դերից էլ մի էկզոտիկ երկիր, պլաժ, մուլատ, կեկ, կոկտեյլ, դες բաներ։ Ես հանգստանալով եք շեֆ։ Վերջի անգամ եպես հանգստացել։ Ով այշ։ Դես արցակուրտները, բաժնով գնանք հանգստանանք։ Ես էլ արդեն ավտոս կփոխեմ։ $1,500,000։ Եկել արդ կլնի այսքան փող շոշափել։ Ուզում ես մինչև առավոտ ցած նստենք։ Ես ավելացնելու բան չունեմ։ Ուրոն է հասկանում ես ինչ անձեռնության մեջ ես մեղադրվում։ Հասկանում եմ, բայց ավելացնելու բան չունեմ։ Մեզ ոչ ոք չի օգնել, ոչ մի անուն չկա։ Բանկում ասեցին փոխանակման կետերից գումար հավաքելու ընդհանուր պահոստերը։
Բայց սրանք նոր տված թղթադրամներ են։ Ամենը ձեռք չի կպել։ Սրանով հազիվ ավերան հասնեիր, Ռոբ։ Ինչ է։ Սրիգաշա ամորտիկ։ Բոլորը կեղծ են։ Ոնց անայ ուշը։ Ամբողջ գումարը տար փորձակնության։ Դու գիտեր, որ ձեր տարած դոլարների կեղծ են։ Ես հիմա էլ դու ես սպոնտանում։ Ոնց կանեմ երկար կբուժվես։ Նամուշի համար մի հատ նորմալը չկա։ Մենք ես փողերը ինկասատորից ենք խլել։ Ես այդ մեջը չեմ էլ կպել։ Ու չգիտեմ ինչ պոնտ եք անում հիմա։ Չէ։ Կարող է ճանապարհին փոխելա։ Չէ։ Արմենը հետևել է սրա մեքենայի շարժին։ Ոչ միտեղ չի կանգնել։ Այսինքն լուրջը սաղ գողացած դոլարները ֆարշ է։ Դե պարապ մարդ չկա, որ քո հետ կատականում։ Եթե գումարը փոխել են մինչև ինկասատորների վրա արձակվել է։ Ռոբին, վերցրու գնացեք բանկ։ Ստուգեք ես դոլարների շարժը։ Բա իմ հետ ինչ արմելու։ Մի 15-20 տարի կունենաս երկար մտածել համար։ 15-20 տարի ֆարշ փողերի համար։ Իմ աղջկաս վրա կրակելն են ֆարշ է։ Դե մտածում եք կինո եք նկարում։ Ես քո աղջկա վրա չեմ կրակել։ Հա, հո կրակել եմ շատ հետո։ Թղթադրամները ոչ միայն կեղծ են, այլ նաև ոչ լավագույն որակի։ Բանկում դա հաստատ կնկատեին։ Ես ուզում եմ խոսել այդ ինկասատորի։ Հիմա ինքը հիվանդանոցում է, բժիշկների հետ խոսել են, փամփուշտը միայն մկաններն է վնասել։ Բերեք բաժին, մեր բժիշկներից կողոցում տակ։ Դա հասկացա։ Չեմ հասկանում։ Չեմ հասկանում, կեղծ թղթադրամները ինչպես կարող էր հայտնվել ինկասատորների մոտ։ Բացառում եք, որ փոխանակ մանկետերում կարող էին կեղծ թղթադրամներ ընդունել։ Միանշանակ։ Մենք միջև չենք ստուգում գումարը, պահոստներում չենք տեղավորում։ Այնպես որ կեղծիկը կբացահայտվեր։ Իսկ գումարը մի անգամից եք ստուգում։ Եթե մեծ գումար է մի քանի օրերի ընթացքում, բայց միևնույն է, առանց ստուգելու մենք բանկից գումարը բաց չենք թողնում։ Իսկ գումարը անձամբ դուք եք ընդունում։ Այո, անձամբ իմ ստորագրությամբ, միայն իմ ստորագրությամբ է գումար բաց թողնվում։ Դեռ դուք եք ընդունում։ Սարսափելի ալերգիա է մոտես։ Քթիցս արյուն է հոսում։ Ինկասատորների մասին ինչ կարող եք ասել։ Ոչինչ։ Նրանք հատուկ ծառայություն են, ես նրանց հետ ոչ մեկ կապ չունեմ։ Ռոբ, ինչ ես մտածում։ Տարօրինակ չես ամեն ինչը։ Կառավարիչը հանգիստ էր խոսում, չէր ստամ։ Ես կապիկություն ուրիշ տեղ են անել։ Տարադրամի փոխանակ մանկետերը ձեզ հանձնել են 1.5 միլիոն դոլար։ Կողոպչին ձեր բակալարից հետո նրանց մոտ նույնպես հայտնաբերում ենք 1.5 միլիոն դոլար։ Բայց արդեն կեղծ թղթադրամներով։ Ստացվում է, որ գումարը փոխանակվել է բանկ գնալու ճանապարհին։ Ինչ մտածում եք մենք այդ կողացել փողերը։ Չէ, ես ուղղակի ուզում եմ հասկանալ։ Ճանապարհի կանգ առել եք։ Չէ։
Այդ դեպքում ոնց է ուշացել 30 րոպե։ Նարդոս փողոցը ասֆալտապատում էին, որոշեցինք ուրիշ ճանապարհով գնանք։ Ամեն դիսպեչերից զգուշացրել ենք դրա մասին։ Ման ձեր մեքենայից 1.5 միլիոն են գողացել։ Ու դու հիմա ինձ ասում ես, որ տեղյակ չես։ Ով գողացել այդ փողերը ու սպանել ընկերներիս իրան էլ հարցրեք։ Ինձնից ինչ եք ուզում։ Ես 3 տարի ինկասացիայում եմ աշխատում ու մի դրամ չեմ գործել։ Ասալո։ Շեֆ, բանկում առայժմ խուլ է։ Լավ։ Միակ բանը, որ բարձեցինք ենա, որ բանկի կառավարիչի ալերգիկ է։ Հասկացա։ Ես եմ Գայանե ջան։ Ոնց ես քեզ զգում։ Փորձում եմ ուշքի գալ։ Սպանության տեսարանը դեռ աչքիս առաջ է։ Տնից դուրս արի, արտակետ մի քիչ զբոսնեք։ Փորձեցրվես։ Կարծում ես կօգնի։ Ինձ օգնում է։ Փորձված է։ Պապ դուրս արի գործից։ Հիմա ամեն անգամ պիտի մտածեմ, որ քեզ վերակրակում են։ Այդպեսի բան մի մտածի։ Տարի 1-2 անգամ մասիվ նման բան լինի։ Արկասու ամեն ինչ լավ վերջացավ։ Պապ տարի 1-2 անգամ։ Ես ինչ ես ասում։ Ես առաջին անգամ եմ տեսնում, թե ոնց են աչքիս առաջ մարդ սպանում։ Այդ ամեն ինչը աչքիս առաջ է դեռ։ Հասկանում եմ։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Կգամ տուն կխոսենք, լավ։ Պապ, ես երբեք չեմ մոռանա, թե դու ոնց ծածկեցիր ինձ քո մարմնով։ Չեմ մոռանա։ Յուրաքանչյուր հայրեր դա կանոչ։ Ամեն հայր չեր անի։ Լավ, չխանգարեմ քեզ, կներես։ Գեղց թղթադրամներից որոշների վրա ինկասատորների մատնահետքեր կան։ Չեմ կարծում, որ անակնկալ նորություն էր։ Խոսել ես Վահանի կնոջ հետ։ Չէ։ Տան հեռախոսներին չի պատասխանում, իսկ բջջային անջատված է։ Հարևաններին հանդիպի, փորձել ինչ-որ բան ճշտես։ Լավ։ Արնում։ Ամեն ինչ կարա շատ ավելի վատ վերջանար։ Արկասու։ Գայանեն չպետի տեսներ այդ կամը։ Քո մեղքը չկա դրան։ Շատ զգացմունքային աղջիկա։ Եթե մեղավորս կամ մեղքի զգացում կա կապ չունի թե ինչից է։ Այդ ինկասատորի կնոջ տվյալները հանձնեք սահմանապահներին։ Հանկարծ չփորձի երկրից դուրս գալ։ Ինչի՞։ Նա արդեն որպես կասկածյալ է դիտարկվում։ Այդ կինը անհետացել է։ Ու քանի գործը չենք բացել, բոլորը մեր մոտ կասկածյալներին։ Լավ, հասկացա։ Ես կզբաղվեմ այդ հարցով։ Ասա Արմենիս ու։ Պարոն գնդապետ, կարող եք գալ կոնֆերանս սրահ, ես նորություն ունեմ։ Հիմա գալիս եմ։ Այսինքն ինֆորմացիան միանգամից գցում եմ մեծ էկրան։ Ինչ ունես Արմեն։ Շեֆ, ինկասատորը ստում է։ Նրանք իրոք շեղվել են սովորական երթուղուց, բայց ոչ խցանումը շրջանցելու նպատակով։ Սա Չարենց փողոցն է։ Իրանք պետքա գնային Չարենց Նարդոսով, որտեղ իդեպ ասֆալտ են անում։ Բայց գնացել են Արեշ։ Հետո։ Արեշում սեփական տներ են, տեսախցիկներ չկան։ Այնտեղ մնացել են 15 րոպե ու
Գնացել են իրանց սովորական երթուղով։ Հետաքրքիր է, ինչ էին կորցրել իրանք նոր արեշում։ Գումար էին փոխանակում։ Կեղծ թղթադրամների վրա քո եւ ընկերներիդ մատնահետքերն են գտել։ Դրա մասին ինչ կասես։ Փողոցում տեղակայված տեսախցիկներից բարձել են, թե ինչ երթուղով է գնացել բանկ։ Խցանումը շրջանցելու փոխարեն մտել եք նոր արեշ։ Այնտեղ մնացել եք 15 րոպե։ Հետո նորից շարունակել եք երթուղին։ Դու իսկապես մտածում էիր, որ այդքան չէինք բարձել։ Խոսիր, բան, խոսիր։ Դարալով քեզ չես օգնի։ Սպառնացել են քեզ։ Ստիպել են։ Ով։ Խոսի։ Դրանք սպանում կնոջս։ Դրանք ով։ Որտեղ է մակինդ։ Ես չգիտեմ։ Այս պատմություն ուրիշ տեղ պետք է բրծներ։ Երներիս չէի խփի, կինս էլ սաղ կմնար։ Ինձ նաև, հա։ Գտել եք կնոջս։ Ողջ է։ Փորձում են գտնել։ Բայց նա հեռախոսազանգերի չի պատասխանում։ Լսի, բան, եթե ուզում ես որ ես քեզ օգնեմ, ուրեմն պատմի ողջ ճշմարտությունը։ Հասկանում ես։ Առավոտյան ինձ զանգեցին։ Հա? Հիմա ուշադիր լսի։ Ո՞վ է։ Վան մոտեցի բագաժնիկիդ, բացի, մեջի մետաղյա տուփը նայի։ Ինչ բագաժնիկ, ինչի համար։ Մի հատ ներկայացի ում հետ եմ խոսում։ Կարևոր չի ում հետ ես խոսում։ Մոտեցի մեքենա այդ բագաժնիկին, ու մի հատ տես մեջի մետաղյա տուփը։ Ես ինչ մատա, ով է։ Հալո։ Այդ Լուսինեի մատնա։ Ինչ։ Հալո։ Լուսինե։ Լուսինե, ուր ես։ Հուսով եմ հասկացար, որ մենք լուրջ մատիկ ենք ու կատակ չենք անում։ Ուշադիր լսի։ Դու պետք է որոշես, թե ինչն է քո համար կարևոր, կնոջդ կյանքը, թե բանկի փողերը։ Հիմա ամենակարևորի մասին։ Մենք քեզ տեղ կասենք, այդտեղ կթողենք կեղծ դոլարներ։ Դու կվերցնես այդ կեղծ դոլարները, կդնես մեքենադ, իսկ քո մեքենայի իսկական դոլարները կթողես այնտեղ, որտեղից վերցնում ես կեղծերը։ Կեղծ դոլարները վերցնում ես, տանում ես, հանձնում ես բանկ։ Ես դա քո ինչին է պետք։ Այդ իմ ստրախովկան է։ Բանկում շուտ փողերը չեն ստուգում։ Այդ ժամանակը ինձ երիքա, որ ես երկրից դուրս գնամ։ Լավ, հասկացա, ես ամեն ինչ կանեմ։ Մենակ խնդրում եմ կնոջս ձեռք չտաս։ Ամեն ինչ կլինի, Լուսինեին չկպնեք, խնդրում եմ։ Դա քեզնից է կախված։ Լուսինեին ինչքան կպել ենք արդեն երիքա։ Վան, առանց հիմարությունների։ Լավ, հասկացա։ Խնդրում եմ, Լուսինեին բան չանեք, ամեն ինչ կանեմ։ Դե քեզ տեսնենք։ Դրանք իմ մեյլի վիդեո են ուղարկել։
վիճակում էր Լուսինեն։ Վահան։ Ինչ ասում են արա, Վահան, խնդրում եմ։ Վահան, օգնի ինձ, Վահան, խնդրում եմ։ Ու այդ բային ամենախելամիտ որոշումը այդ թվաց ինձ։ Չանջից փողերը հավաքեցինք ու տարանք իրանց ասած տեղը։ Ինչ-որ լքված տարածք էր Արաշում։ Թղթադրամների վրա մնացել է, որ փոխում ենք փողերը։ Հետո եկանք բանկը։ Մնացածն էլ գիտեք էլ ինչ ասամ։ Ինչի հետ մասին ավելի շուտ չէր ասում։ Կնոջս համար է վախ։ Ախր ես պատմությունը պետք է ուրիշ խորտում ենար։ Ինչ մտածում էիր քո օպտիչներին չեն բնի ու կեղծ թղթադրամների մասին ոչ մեկ չի իմանում, հա։ Խնդրում ոնց ես կնոջս գտեք։ Գոնե ընկերներիս մահը անիմաց չլինի։ Կպարծենք։ Ասալը։ Արնո, ինկասատրի տանդուրը չեն բացում ու հարևաններից ոչ ոք տեղեկություն չունի նրա կնոջ մասին։ Մեզ ձեր տանբանարին է պետք, պիտի խուզարկենք տուրը։ Խնդիր չկա մեքենայի մեջ։ Տեղում սպասյալն է, հիմա ռոբը կբերի բանարին։ Հետարքի բան չկա։ Ինձ մոտ չկա։ Գնանք։ Մի հատ նոթբուք կա ստեղ, վերցնեմ ու գնանք։ Շեֆ, ոչ մի հետք չկա, բացարձակ ոչ մի բան։ Ինկասատրի կնոջը պետք է հետախուզում հայտարարել է, տենց ավելի արագ կգտնենք։ Շուտ է։ Նա կստիպի հարևանին ազատվել պատանից։ Հարկավոր է գտնել այդ տպարանը, որտեղ որ տպել են այդ կեղծ թղթադրամները։ Վստահ եմ, որ փոքր տպարան է։ Մեզ տպարան այդպիսի պատվեր չեր ընդունի։ Այդ պարզ է։ Մենակ մնում հասկանանք, որտեղ փնտրենք այդ տպարանը։ Մոտակայքում։ Միլիոն ու կես գումարով քաղաքի կենտրոնում չէր շրջի։ Մաքս, Ռոբի հետ միասին սանում ենք տարածքը։ Բոլոր մարդկանց հարցուփորձ եք անում։ Հա, մեկ էլ հնարավոր այդ տպարանը գրանցված չլինի։ Ռոբ, այդ թաղերում բարեկամ չունես։ Լավ օպերա, բոլոր թաղերում էլ բարեկամ ունի։ Կատես մեկը շեֆ։ Ըստ
Թվում է կօգնի արագ գտնենք այդ տպարանը, եթե Յուրգի կա։ Վստահ եմ։ Այդ ինկասատորի կնոջ մասին ինչքան հնարավոր է ինֆորմացիա հավաքի, ինչ նախասիրություններ ունի, ում է դա հանդիպում, կոլեգաներ, ընկերուհիներ։ Լսում եմ։ Դավայ։ Ասա լսում եմ։ Մեր մասնագետը պարզել է, որ ձեր տան համակարգչից 3 օր առաջ, ավելի ճիշտ դեպքից 1 օր առաջ, պատվիրել եք ինքնաթիռի տոմս դեպի Դուբայ։ Ես ոչ մի տոմս չեմ պատվիրել։ Բայց ինքնաթիռի տոմսը պատվիրել են քո բանկային քարտով։ Չգիտեմ։ Եթե անկեղծ ես նույնիսկ տոմս պատվիրելու ձևը չգիտեմ համակարգչով։ Կինդ կարող էր անել դա։ Դրա իմաստ։ Քեզ տարօրինակ չի թվում, բա։ Ձեր տան համակարգչից տոմս են պատվիրում։ Այդ տոմսի թռիչքը պետք է կայանար այն ժամանակ, երբ կատարվում է կողոպուտ։ Ես մի անգամ էլ եմ կրկնում։ Ես Դուբայի տոմս չեմ պատվիրել ու չգիտեմ ով կարող պատվիրել։ Իսկ կինս հաստատ չի արել, ախր դրա իմաստը չկա։ Բայց տոմսը պատվիրված է։ Չգիտեմ ինչ ասեմ։ Նա փորձի հիշել, թե ով կարող է օգտվել ձեր համակարգչից։ Այդ համակարգչից օգտվում ենք ես ու Լուսինան։ Մի անգամ էլ տվել եմ մեր հարևան Գեղամին, որ աղբոր հետ խոսա Ամերիկա։ Ուրիշ ոչ մեկ։ Այդ Գեղամը հաճախ ալիմ ձեր տանում։ Մի ամիս է ճանաչում եմ։ Չէ, Գեղամը նորմալ տղա է։ Իրիկունները նարդ են կապում։ Այն ինչ կարաս ասես սիրեմ ես։ Գեղամի։ Գիտեմ, որ Ռուսաստանում ապրել ու եկել այստեղ ինչ-որ գործերով։ Ամել ծնողներին տեսնի։ Պարզա։ Կնոջիցս նորություն կա։ Առայժմ ոչ։ Գետարում եմ բան։ Չէ, Ռոբ ջան, ընկերս ասում է այս տպարանի մասին չի լսել։ Ընկերը չի լսել, չի նշանակում, որ տպարան չկա։ Դե հնարավոր է։ Եթե տպարանը հին է, պետք է ավելի տարեց մարդկանցից հարցնել։ Ես էլ այդ մտածում։ Ձեր համար մի բան կանենք 100% կգտնենք։ Դե այս ինչ է անում դե։ Տպարան ենք ման գալի, Բալիկ ջան։ Տպարանը, այս շենքի հետևն է։ Երբ եք վերջին անգամ տեսել ձեր հարևանուհի Լուսինեին։ Վահանի կնոջը։ Մի 2-3 օր առաջ։ Ես բարձրանում էի, ինքը իջնում էր, դմենք դուր դրան հարևաններ ենք։ Դուք տեղյակ եք ինկասատորական մեքենայի կողոպուտի մասին։ Ահա։ Մամուլից, հեռուստատեսությունից լսել եմ։ Եվ իհարկե տեղյակ եք, որ ձեր հարևան Վահանը այդ մեքենայի մեջ է եղել։ Հա, հարևաններն ասեցին, ու ասեցին, որ ամեն ինչ նորմալ է, լավ է։ Իսկ ինչ հարաբերությունների մեջ եք ձեր հարևանի կնոջ հետ։ Լուսինեի։ Լուսինեի։ Սովորական։ Ես տեղյակ եմ, որ դուք բարեբերաբար նրանց տուն այցելել եք։ Իսկ Լուսինեն ձեր տանը եղել է։ Չէ, Լուսինեն մեր տանը չի եղել։
Դու մի բան ասել էլի, ես 1000 գործ ունեմ։ Չի լինի ես ձեր հարցերը հետո տակ։ Ոչ։ Չի լինի։ Ինչի կարող եմ անալ։ Ինչն է պրոբլեմը։ Պրոբլեմը նրանումն է, որ դուք մեզ ստում եք։ Ով ես։ Անդում եք, որ Լուսինեն ձեր տանը չի եղել։ Լուսինեն մեր տանը չի եղել։ Այդ դեպքում ոնց կբացատրեք այն փաստը, որ ձեր տանը հայտնաբերվել են Լուսինեի մատնահետքերը։ Այդ թվում նաև ննջարանում։ Տարօրինակ է։ Ինչն է տարօրինակ։ Շեֆը ասել էր գեղամասադրյանի մասին ինչքան հնարավոր է ինֆորմացիա վերցրու։ Ո՞մ։ Որ ես հիմա համեմատում եմ օդանավակայանի վերցրած մատնահետքերը մեր վերցրած մատնահետքերի հետ։ Ալա այն մարդը, ում հենց հիմա շեֆը հարցակրնում է, ու ներկայանում է որպես գեղամասադրյան։ Գեղամասադրյանը չի։ Վստահ ես։ 100%։